Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որը ինքը արել է այսօր իր ելույթում Գիտությունների ակադեմիայում Բաքվում եւ կարծում եմ կարևոր հայտարարություններ են։ Առաջերտին պետք է ընդգծեմ, որ իր հայտարարությունները արդեն ձևափոխվել են հայկական ԶԼՄ-ներում։ Եվ դա կարևոր խնդիր է, որովհետև երբ խոսք է գնում հատկապես Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների մասին, ապա մենք պետք է ուշադիր լինենք, լիարժեք հասկանանք, թե ինչ է ասել, եւ միայն դրանից հետո գնահատական տանք, որովհետև եթե լիարժեք չհասկացանք իր ասածը, ապա դա կարա բերի նաեւ էմոցիոնալ արձագանքի, իսկ դա մեզ թույլ տալ մենք չենք կարող, որովհետև մենք գիտենք, որ գտնվում ենք շատ բարդ իրավիճակում եւ ուստի մեր կարևորագույն նպատակը պետք է լինի լավ հասկանալ, թե ինչ է ասվել եւ ճիշտ արձագանքել սրա վրա։ Ուրեմն հայկական ԶԼՄ-ներում հնչում է այսպիսի վերնագիր, որ քարտեզների վրա չկա Սևան, այլ կա Գոյչա, այս է ասել Իլհամ Ալիևը, բայց իրականում ինքը ասել է, որ պատմական քարտեզների վրա չկա Սևան լիճ եւ կա Գոյչա լիճ։ Եվ դրա օրինակ է բերել Ռուսաստանի կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին կազմված քարտեզները, եւ ինքը նաեւ նշել է, որ այդ քարտեզների վրա հայկական պետության տարածքում շատ բնակավայրեր կամ վայրեր առհասարակ ունեցել են ադրբեջանական անվանում։ Եվ սա նաեւ կարևոր է ասել, որ ինքը այստեղ ընդգծել է, որ Ռուսաստանը չէր կարող կեղծել, իրանք չէին կարող կեղծել Ռուսաստանի քարտեզները, բացի դրանից ավելացրել է, որ ուրեմն Ռուսաստանն է, կայսրությունն է այստեղ բերել հայերին Իրանից եւ արևելյան Անատոլիայից եւ բնակեցրել Ղարաբաղում այն նպատակով, որ այստեղ էթնիկ եւ կրոնական իրավիճակը փոխի, եւ այս քարտեզները ըստ Ալիևի իրականություն են համապատասխանում պատմական եւ իրենք պետք է սա ուսումնասիրեն եւ ակտիվորեն տարածեն։ Բացի դրանից Իլհամ Ալիևը նաեւ խոսացել է նրա մասին, որ ադրբեջանցիք փաստորեն սեպարատիզմի հիվանդությունը չունեն եւ զարգացնում են բոլոր այն պետությունները, որտեղ որ ապրում են, եւ դրա պատճառով ճակերտներում, սա իր խոսքերն են, ադրբեջանցիքի վերադարձը իրենց պատմական հողեր այսօրվա Հայաստան չպետք է վախեցնի հայ ազգին, ինչպես ասել եմ, Ալիևը շարունակում է, մենք պետք է վերադառնանք ոչ թե տանկերի վրա, այլ մեքենաներով, դրա համար պետք է աշխատեն պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները եւ գիտնականները, եւ այս ուղղությունով արդեն բազում աշխատանք կա, բայց շատ ավելի շատ աշխատանք պետք է լինի գիտնական, ուրեմն միջազգային տարբեր քարտեզներ եւ այլն, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, դրանից հետո ենք խոսացել այդ քարտեզների մասին եւ մենք պետք է այդ քարտեզները ուսումնասիրենք եւ տարածենք։ Հարգելի հայրենակիցներ, հիմա տեսեք, սա բարդ հարց է իհարկե, եւ մենք հիմա ձեր հետ միասին կփորձենք հասկանալ, վերլուծել, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ հիմք ունի կամ ինչ նպատակ ունի այս հայտարարությունը։ Առաջերտին պետք է ասել, որ եթե խոսքը գնում է պատմական համատեքստի մասին, բաժանենք, ինքը խոսում է պատմական համատեքստի մասին եւ ինչ որ վերադարձի գործընթացի մասին, ապա մենք նախագահ Ալիևին պետք է ասենք նաեւ այսպիսի բան, որ գուցե 19-րդ դարում, 19-րդ դարի վերջը, 20-րդ դարում քարտեզների վրա այդ տարածքում, որը այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքներ են, տոպոնիմիկայի մի մասը օգտագործվել է ռուսական ցարական քարտեզներում ադրբեջանական կամ թուրքական ծագում ունեցող բառապաշար։ Գուցե։
Բայց մենք կարող ենք գնալ մի փոքր ավելի շուտ պատմություն եւ տեսնել, որ մինչեւ 11-րդ դար հարգելի ուրեմն նախագահ Իլհամ Ալիև ադրբեջանցիք եւ թուրքեր այս տարածաշրջանում առհասարակ չեն ապրել։ Եվ մենք կարող ենք ուսումնասիրել պատմությունը մինչև 11-րդ դար, որտեղ որ դուք առհասարակ այս տարածաշրջանում չկաք։ Եվ այդտեղ էլ կա պատմություն, այդտեղ էլ կա տոպոնիմիկա, բոլոր շրջանների 5 քարտեզներ, բազմաթիվ, որը ներառում են Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքներ, եւ այդտեղ գտնվել են տարբեր վայրեր, տոպոնիմիկայով, իր անվանումներով եւ այլն, ուստի այդ հարցը, որ պատմության ինչ-որ շրջանում կարող է օգտագործված լինի տոպոնիմիկա ուրիշ ձևաչափով, նկատի ունեմ խոսքին ադրբեջանական թուրքական ծագում ունեցող տոպոնիմիկա, պատմության ուրիշ շրջանում հայկական տոպոնիմիկա է օգտագործվել։ Ավելին ձեզ ասեմ, եթե զուտ պատմության համատեքստում ենք նայում, ապա 19-րդ դարում ձեր կամ առհասարակ այդ ժամանակահատվածում կոնկրետ դարերի մասին, որ չֆիքսվենք, էթնիկ ուրեմն աճը ադրբեջանական, թուրքական ծագում ունեցող բնակչության, տեսեք, դուք խոսում եք այստեղ նախագահ Ալիևին ասա ուղված, նրա մասին, որ հայերին բերել են այստեղ բնակեցրել են, դա առանձին հարց է, արդյոք այդպես է եղել թե չէ եւ ինչ քանակներով, ինչ ծավալով, ինչ նպատակներով է դա տեղի ունեցել, առաջերտին պետք է ասել, որ երբ խոսում է ուրեմն Պարսկաստանից եւ արևելյան Անատոլիայից հայերի վերաբնակեցման մասին, ապա շատ պարզ պետք է ասել, մեկը Օսմանյան կայսրությունը սուննիտական իսլամական պետություն էր, մյուսը Պարսկաստանը շիիտական իսլամական պետություն էր։ Եվ քրիստոնյա հայերին բնակեցնելը քրիստոնյա Ռուսաստանի կայսրությունում դա տրամաբանական մաս էր գործընթացի, նույնիսկ այն ծավալով, որով տեղի է ունեցել, եւ սրա պատասխանը հստակ կա։ Հիմա վերադառնանք ուրեմն ադրբեջանցի հարցին։ Ոնց է պատահել, որ հայկական լեռնաշխարհում, իսկ սա միջազգային տոպոնիմիկա է, Ալիևին եմ ուղում, այս ուրեմն ընդգծումը, եւ ասում, որ ոնց է պատահել ադրբեջանական բնակչությունը, ինչպես դուք եք ասում, շատ վայրերում ապրել է։ Ասեմ ձեզ ոնց է պատահել։ Ոնց որ դուք եք հիմա փորձում մեզ մեղադրել ինչ-որ շարժի մեջ, նկատի ունեմ, որ իբրև ուրիշ տեղից վերաբնակեցրել են հայերին, ապա հեշտ է գնալ պատմություն եւ ստուգել, որ երբ ադրբեջանական, թուրքական տոհմերը եկել են այստեղ 11-րդ դարում, ապա հայեր այստեղ վաղուց արդեն եղել են, եւ դա հաստատում է մարդկության պատմությունը, ոչ միայն Ռուսաստանի պատմությունը, եւ դրա բազմաթիվ փաստեր կան բոլոր պատմական տվյալներում, այդ թվում վրացական աղբյուրներից սկսած, ամենակարևոր Չեզոք հարևանը, առաջի վրացական գիրքը առհասարակ Վարդան Մամիկոնյանի դուստրնի մասին է եւ 5-րդ դարի մասին է խոսքը, երբ ադրբեջանցիք հենց վրացական պատմությունում էլ ադրբեջանցիք չկային այստեղ եւ 11-րդ դարում են գալիս։ Մենք, եթե պարոն Ալիև, դուք ուզում եք պատմություն քննարկել, ապա մի ընդունեք սա ինչպես վիրավորանք, որովհետև եթե մենք չենք ընդունում ձեր ասած ինչպես վիրավորանք եւ ընդունում ենք ինչպես ուրեմն պատմության մասին կարծիքներ, վերլուծություն, ապա մենք էլ ենք պատմությունը վերլուծում եւ ունենք մեր կարծիքները պատմության մասին փաստերով։ Ուստի սա անբաժանելի մաս է, եթե Ադրբեջանը գնում է պատմություն, մենք էլ ենք գնում պատմություն, եթե Ադրբեջանը կապում է պատմությունը այսօրվա իրականության հետ, մենք էլ ենք կապելու պատմությունը այսօրվա իրականության հետ։ Հիմա հաշվի առնելով, որ դուք խոսում եք փոխանցումի մասին կամ ինչ-որ վերաբնակեցման մասին եւ այլն, մենք մեր պատմությունում հայկական գիտենք, որ դա ինչ-որ ծավալով այո տեղի ունեցել է։ Ինչու, որովհետև քրիստոնյաները քրիստոնեական կայսրության մեջ են ցանկացել ապրել, այլ ոչ թե իսլամական, կլինի դա սուննի թե շիա։ Ինչպես նաև շիա Պարսկաստանը, որը
դուք գիտեք եւ շատ դրա մասին խոսում եք նաեւ, որ թուրքական ծագում ունեցող տոհմերը եղել է առաջնորդել են շիայիտ պետությունը, ինքը ցանկացել է, որ իր ուրեմն տարածքում, որը ինքը գրավել էր, այդ թվում Հայաստանի ներկա տարածքը, Արևելյան Հայաստան կոչված պատմական շրջանը, որը Պարսկաստանը շիա պետությունը գրավել էր, այդտեղ բնակեցնում էր նաև, ինչպես դուք եք ասում, կրոնական եւ էթնիկ բաղադրիչը փոխելու նպատակով հենց Պարսկաստանն էր դա անում թուրքական ծագում ունեցող առաջնորդների ժամանակ եւ կենտրոնական Ասիայի հատվածից, հատկապես Թուրքմենստանից օղուզներին շատ ակտիվ տեղափոխել են դեպի Հայաստանի տարածք եւ եթե ձեզ հետաքրքրում է, պարոն Ալիև, ինչպես է հայտնվել, որ Հայաստանում տարբեր տոպոնիմիկա է ձևավորվել ադրբեջանական թուրքական ծագումի, ապա դա ձևավորվել է ակտիվորեն Պարսկաստանի կողմից գրաված Հայաստանում, օկուպացված Հայաստանում վերաբնակեցման քաղաքականության շրջանակներում։ Սա ինչ վերաբերում է պատմության հատվածին եւ այո, պատմության ինչ որ շրջանում քարտեզների վրա մենք տեսնում ենք, որ գրված է Գյոյչա, բայց մի փոքր ավելի շուտ պատմությունում գրված է Սևան եւ դրանից հետո էլ գրված է Սևան եւ այն ժամանակահատվածում երբ նայում ենք մի փոքր ավելի շուտ եւ գնում ենք միջև վերջ, միջև 11-րդ դար եւ գնում ենք միջև ուրեմն 1, 2-րդ, 3-րդ դար, 4-րդ դար ամբողջ այդ ժամանակահատվածը տեսնում ենք, որ կա Սևանալիճ։ Բայց չկան ադրբեջանցիք այստեղ, չկա ադրբեջանական պետություն, ավելին ասեմ ձեզ, ոչ թուրքական պետություն կա եւ ոչ էլ Իրանի տարածքում թուրքական բաղադրիչ չկա այս տարածքաշրջանում։ Դուք ինչպես դուք եք պատմությունից հենց ասում, պարոն Ալիև, ուրեմն ադրբեջանցիքի պատմական կամ թուրքերի պատմական հայրենիքը կենտրոնական Ասիան է։ Բայց մենք, ինչպես դուք, պատմությունը այսօրվա իրականության հետ չենք կապում։ Ուստի այն, որ ինչ որ շրջանում չկար Ադրբեջան եւ այդ տարածքը ալբանական պետություն էր, աղվանք, այսօր որևէ մեկը չի ասում, որ այդ տոպոնիմիկայի պատճառով Ադրբեջան գոյություն չունի։ Ինչպես նաեւ այն, որ ինչ որ շրջանում Հայաստանում տարբեր տոպոնիմիկայով տարբեր իրականություն է եղել, դա էլ որևէ բան չի փոխում։ Ավելին ձեզ ասեմ, այն, որ Հայաստանը տարբեր սահմաններ է նաեւ ունեցել, Ադրբեջանը ինչպիսի սահմաններ է ունեցել, ինչ ձևաչափով է գոյություն ունեցել, երբ է ձևավորվել առհասարակ ինչպես Ադրբեջան պետություն եւ այլն։ Դրա մասին չենք խոսում, որովհետեւ դա պատմությունի հարց է եւ այո, դուք գիտության ուղղությունով աշխատողների հետ էիք խոսում, ուստի Հայաստանի Հանրապետությունում էլ գիտության ուղղությունով այն մարդիկ զբաղվում են, իրանք էլ կձևավորեն այնպիսի ուրեմն քաղաքականություն եւ մոտեցումներ, որը լիարժեք կպատասխանի այդ ձեր մոտեցումներին, եթե գնում ենք պատմության եւ գիտության ուղղությունով։ Բայց մենք նաեւ խոսում էինք ուրեմն ձեր ելույթում դուք խոսում եք եւ մենք ստիպված ենք խոսել նաեւ նրա մասին, ինչ վերաբերվում է ձեր ուրեմն ուղերձին այն մասին, որտեղ որ ասում եք ճակերտներում վերադարձի մասին, որ դա ուրեմն չպետք է ինչպես վտանգ ընկալի հայ ժողովուրդը։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է ասել, որ իրավական առումով Հայաստանի Հանրապետությունը ինքը 19-րդ դարի հետ իրավական առումով կապ չունի։ Ինչպես նաև Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը 19-րդ դարի հետ առհասարակ կապ չունի։ Էթնիկ բաղադրիչները ինչպիսին են եղել այսօրվա Ադրբեջանի տարածքում, Բաքվում, Ելիզավետպոլում, այսօրվա Գյանջայում, ուրեմն Սումգայիթում, Ղարաբաղի տարածքում եւ ուրիշ տեղերում, Նախիջևանում եւ ուրիշ տեղերում 19-րդ դարում Ադրբեջանի Հանրապետության իրավական համակարգի հետ կապ չունեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի
տարբեր էթնիկ բաղադրիչները, որոնք եղել էին նախկինում։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը ստիպված չի լքե իրենց տունը, որ իրենք Հայաստանի Հանրապետությունից որևէ բան պահանջեն։ Սովետական իշխանությունը դա Հայաստանի անկախ պետություն չի։ Բոլորը գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակահատվածում անկախ չի եղել։ Ինչպես նաև Ադրբեջանը անկախ չի եղել։ Եղել է սովետական միության մաս, սուբյեկտ, միջազգային իրավունքի եւ առհասարակ իրավունքի կողմից։ Ուստի հնարավոր չէ 19-րդ դարի համար կամ սովետական ժամանակահատվածի համար պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, որը ձևավորվել է սովետական միության փլուզման հետևանքով եւ իր սահմանները եւ իրավական հիմքը, ինչպես դուք էլ շատ լավ գիտեք, ինչպես նաեւ Ադրբեջանի իրավական հիմքը ձևավորված է սահմանների Ալմա-Աթայի հռչակագրով հետսովետական սահմաններով։ Ուստի Հայաստանն էլ չի կարող պահանջել Ադրբեջանից որևէ իրավական պատասխանատվություն 19-րդ դարի համար խոսքին պարսկական կայսրության գործունեության համար, որը ղեկավարել են ադրբեջանցիք ինչ-որ ժամանակահատվածում եւ որի մաս էր մի ժամանակ այսօրվա Ադրբեջանի տարածքը, հետո ռուսական կայսրության մաս էր եւ այլն։ Ուստի ես կարծում եմ, որ այս քննարկումը, ռետորաբանությունը շատ բացասական է, շատ, որովհետեւ սա խոչընդոտում է եւ խանգարում է ուրեմն այն հարաբերությունների կայացմանը եւ զարգացմանը, որը հիմա տեղի է ունենում, սա միևնույն ժամանակ փոխվստահության համար հիմքերը ուրեմն թուլացնում է եւ սա առհասարակ Հայաստանում ամրապնդում է հենց այն գործակալական շրջանները, որոնք հիմա խաղաղության օրակարգի դեմ են գործում։ Ես ուզում եմ կոչ անեմ Իլհամ Ալիևին, որ իր ներքին լսարանի համար այդ պրոպագանդիստական ուղղությունը ինքը չշարունակի, որովհետև շարունակելու իրավիճակում Հայաստանից իհարկե նույն ձևի մոտեցումներ պետքա ձևավորվեն, ինչը միայն եւ միայն երկարաձգելու է խաղաղությունը մեր պետությունների միջև, ազգերի միջև եւ ձևավորելու է նոր ուրեմն փոխվստահությանը սպառնացող խնդիրներ, որոնք պատմությունի մեջ են մեզ խորացնելու, իսկ եթե դուք 19-րդ դար խորանաք, մենք 11-րդ դար կխորանանք, մենք 3-րդ դար կխորանանք, մենք միջև Քրիստոս 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դար կարանք խորանալ, շատ բանի մասին խոսել, բայց դա մեզ գործնական օգուտ չի բերի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը ունեն կարևորագույն օրակարգ խաղաղության եւ բացի դրանից լոգիստիկ կապերի բացելու եւ ամրապնդման։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել գործընկեր թուրքական պետությունների կազմակերպության համար փոխվստահելի եւ ուրեմն փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու համար, բայց այսպիսի ռետորաբանությունը կարծում եմ, որ միայն եւ միայն վնասում է այդ գործընթացին։ Ես միևնույն ժամանակ պետք է ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ շատ զարմանալի է այսպիսի հիմա նորից հայտարարությունները, որոնք ես կարծում եմ, որ մի կողմից սա ինչ որ առումով ներքին լսարանի համար արված է, բայց մյուս կողմից հասկանալի է, որ սա Հայաստանում նաև ռևանշիստական այդ մոտեցում ունեցող ուրեմն խմբերին կարա նաև հիմք տա, որ իրանք էլ ավելի լայնածավալ փորձեն խոչընդոտել խաղաղության օրակարգը։ Հիմա հարց, ինչու է Ալիևին եւ Ադրբեջանին պետք խոչընդոտել խաղաղության օրակարգը, որը շատ ակտիվ շարժվում է առաջ։ Եվ ես հուսով եմ, որ սա այն նպատակով չի արված, որ խափանվի խաղաղության գործընթացը եւ ի վերջո բերի
նոր լարվածությունների, որովհետև Ադրբեջանի ցանկությունը իհարկե հասկանալի է, հիմա մենք հայտնվել ենք շատ լավ իրավիճակում, որում լոգիստիկ կապերի ուղղությամբ հարցը լուծված է, այդ թվում Վաշինգտոնի ներգրավվածությամբ, եւ եթե Ադրբեջանը ցանկանում է շատ ակտիվ զարգացնել այդ լոգիստիկ կապերը, ապա պետք է նաև ներքաղաքական դիսկուրսը համապատասխանեցնի խաղաղության օրակարգին։ Եվ կարծես ցորենի հետ կապված հարցը, Ղազախստանի ակտիվ մասնակցությունը այդ ուղղությունով ճիշտ քայլեր են, բայց տեսեք Իլհամ Ալիևը նորից խոսում է այդ հարցի մասին։ Պետք է ասել, որ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության համար սա շատ կարևոր կարմիր գիծ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի պահանջել եւ չի պահանջում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի հարց, հասկանալով, որ Ադրբեջանը դրա փոխարեն նաև պահանջներ է ներկայացնելու։ Եվ այո, հայկական պետությունը ընկալում է, որ սա Հայաստանի համար սպառնալիք է։ Ինչքան էլ դուք ասեք դա սպառնալիք չէ, դա սպառնալիք է մեր համար։ Ուստի Հայաստանի Հանրապետությունը ես համոզված եմ եւ կարծում եմ, որ չպետք է իհարկե այս օրակարգով առհասարակ որևէ քայլեր անի, Հայաստանի Հանրապետությունը բաց կլինի առևտրի, խաղաղության օրակարգի, նույնիսկ զբոսաշրջության երկու ուղղությունով էլ դեպի Հայաստան, դեպի Ադրբեջան, կապերի ամրապնդման եւ այլն, բայց իրավական հիմքերը որևէ մեկի վերադարձի ճակերտներում իրանք չեն կարող լինել քաղաքական օրակարգի մաս։ Քաղաքացի կարող է որևէ մեկը դառնալ, հայ լինի Թուրքիայի քաղաքացի, հայ լինի Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանցի լինի Հայաստանի քաղաքացի, հարցը դրանում չէ։ Բայց լայնածավալ այսպիսի գործընթացների մասին պատմությունը իրականություն բերելու, ասելու, որ պատմական մտածելակերպ պետք է ունենանք, մենք եթե սկսենք պատմական մտածելակերպով մոտենանք, ապա դա մեզ շատ ավելի մեծ առավելություններ է տալիս, բայց մենք չենք ուզում այդպիսի օրակարգով շարժվել պատմության, որովհետև դա խոչընդոտելու է իրականությունը։ Տեսեք, Հայաստանում կա պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի ձևաչափ։ Ադրբեջանին կոչ եմ անում ես, որ մի մտեք պատմական Ադրբեջանի իրավիճակ։ Մի կատարեք այն սխալը, որը կատարել էր Հայաստանը, մտածելով պատմական պատկերացումներով, որովհետև կա իրականություն եւ կա պատմություն։ Պատմությունը պատմության մաս է, իրականությունը իրականության։ Ուստի Ադրբեջանը հուսով եմ, որ կսկսի սա փոխել այս մոտեցումները, որովհետև առանց Հայաստան, հաշվի առնելով տարածաշրջանում փոխվող դինամիկան եւ իրավիճակը, առանց Հայաստան նաեւ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի կապը Թուրքիայի հետ չի կարող լինել լիարժեք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել ակտիվ գործընկեր այդ հարցում, բայց գործընկերին չեն սպառնում, գործընկերին չեն նվազեցնում, եւ ես սա նաեւ ասել եմ իմ ելույթներում ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում։ Եվ ես շարունակում եմ պնդել, որ գործընկերի հանդեպ, ճիշտ է դուք ասում եք դա սպառնալիք չէ, բայց դուք գիտեք, մենք դա անցալում ենք սպառնալիք։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված սահմաններին, ապա այդ հարցին դուք մի վերաբերվեք։ Տոպոնիմիկային նաեւ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքների հանդեպ տոպոնիմիկայի մասին որևէ հայտարարություններ չի անում, որևէ բնակչության մասին հայտարարություններ չի անում։ Նույնն ենք ակնկալում Ադրբեջանից։ Գործելու ենք այն նույն տրամաբանությամբ, որով գործում է Ադրբեջանը, զուգահեռ դրա հայլու ձևաչափով։ Ես կարծում եմ դա է միակ ճիշտ տարբերակը։ Մենք չենք ուզում այդպիսի օրակարգով շարժվել, ձեզ էլ կոչ ենք անում այդպիսի օրակարգով մի շարժվեք։ Իսկ հայկական ԶԼՄ-ներին ես կոչ եմ անում ճիշտ թարգմանեք ասածը, որովհետև
Թարգմանած ստացվում է, որ նկատի ունի այսօր չկա Սևանալիճ քարտեզի վրա, չի ասե դա, որ ասեր դա դրա մասին կխոսեինք, խնդիրը դրանում չի, բայց չի ասել։ Մենք ո՞նց կանանք ինքներս կեղծել։ Ասել է պատմական քարտեզների մասին, պատմական քարտեզները ուրիշ բան է։ Այսօրվա իրավիճակում որ ասել ուրիշ բան է։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, իր միջազգայինորեն ճանաչված սահմաններ, որի տարածքում գտնվում է Սևանալիճ։ Ավելին ասեմ, պարոն Ալիևին, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ ուզենք, ոնց ուզենք, անվանելու ենք։ Ինչպես դուք Ադրբեջանի տարածքում ինչ ուզեք, ոնց ուզում եք, անվանում եք, որովհետև սուվերենությունը այն օգոստոսի 8-ի 2025 թվականի Վաշինգտոնի փաստաթղթով, որ ամրապնդված է, ձեր ստորագրությունն էլ տակը դրած է եւ Դոնալդ Թրամփի ստորագրությունն էլ, այնտեղ ամրապնդված է, որ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայով եւ սուվերենությունը։ Ալմա-Աթայով Սևանալիճը Հայաստանի Հանրապետության ճանաչված ձեր կողմից տարածքային ամբողջականության մաս է, իսկ ինքնիշխանությունը սուվերենություն նշանակում է, որ մենք ոնց կուզենք Սևանալճին այդպես կանվանենք։ Իսկ պատմությունում ինչ է տեղի ունեցել, դա պատմության մասնագետների հարց է։ Էն էլ որ փուլում, երբ եւ ոնց։ Տարբեր ձևաչափերով է Հայաստան գոյություն ունեցել, բայց դա պատմության հարց է։ Մենք իրական Հայաստանի օրակարգից չենք շեղվելու եւ կոչ ենք անում ձեզ նույնը անել։ Ուստի համարում եմ, որ սա հիմա խնդիր է ձևավորվում, որ հետ է դա գալիս այս հարցը օրակարգ, բայց կարծում եմ, որ սա հաղթահարելի է եւ դրա հիմքը պետք է լինի երկխոսությունը։ Մենք պետք է խոսենք այս հարցի մասին, այդ թվում այս եթերն է դրա համար է, համոզված եմ, որ սա տեղ կհասնի, կթարգմանվի եւ նույնը կասեմ ռուսական ԶԼՄ-ներով, ռուսալեզու ԶԼՄ-ներով նկատի ունեմ, որ ավելի ընկալելի լինի ադրբեջանական ԶԼՄ-ներով, երբ դրա հնարավորություն լինի, որովհետեւ մենք ուզում ենք շարժվել դեպի ապագա։ Դուք խոչընդոտում եք դա տանելով մեզ դեպի անցյալ։ Փորփրելով անցյալի մեջ, դուք կներկայացնեք 19-րդ դարի քարտեզ, հայկական կողմը կներկայացնի 11-րդ դարի քարտեզ եւ կամ 7-րդ դարի քարտեզ կամ 4-րդ դարի քարտեզ։ Վրացական, այն էլ ավելին ձեզ ասեմ, վրացական քարտեզներ, ոչ թե հայկական, վրացական։ Չեզոք։ Որտեւ դուք էլ լավ հարաբերություններ ունեք Վրաստանի հետ, Հայաստանն էլ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ։ Վրացական քարտեզներ կներկայացնենք։ Եփե առաջի ադրբեջանական, թուրքական ծագում ունեցող ժողովուրդը այստեղ հայտնվում։ Եվ ինչ տոպոնիմիկա կա միջև այդ, ավելին ասեմ, ես կարամ ցույց տամ ձեզ վրացական քարտեզներ, որտեղ որ գրված է, որ միջև դուք Ղարաբաղ եք կոչում այդ տարածքին, այդտեղ գրված է Արցախ։ Վրացական քարտեզներում Արցախ։ Եվ մենք ինչ անենք հիմա, ոնց շարունակենք այս գործընթացը։ Ուստի ամփոփելով պետք է ասեմ, որ նուրբ թեմա է եւ մենք շատ նուրբ այս հարցերին առնչվելու ենք։ Ես շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։